методом. Մենք այդ մեթոդներին սովոր չենք։ У нас заранее говорят. У нас мод нахорок и нас. У нас тоже заранее говорили. Целый месяц. Не месяц, но 3 дня, 4 я вам сказал, что в воскресенье 4 собрали, даже 5. А потом приходит это время, звонишь куда-то, говорит, я не готов. Или не могу. Միամիս առաջ ասպասում են, մենք զանգում ենք, ասում ենք, ես չեմ կարող խոսամ, ժամանակ չունենք։ И вот такой человек, такой есть, ну что ты сделаешь? Пришел Христос ради нас, таких как мы. Քրիստոսն եկավ հենց այդպիսիների համար, ինչպիսին որ մենք ենք։ Слава Господу. Փառք Տիրոջը դրա համար։ Есть такой псалом. Այսպիսի երգ կա։ Некогда чужие. Մի ժամանակ օտար էինք, Мы теперь друзья. բայց մենք բարեկամներ ենք։ Близкими мы стали Մտերիմ ենք մենք դառել кровью Христа. Քրիստոսի արյունով։ Слава Ему. Փառք Տիրոջ։ Бог великой милостью своей Աստված իր մեծ ողորմությամբ, позволил нам быть здесь. իր մեծ ողորմությամբ շնորհեց, որ մենք այսօր այստեղ լինենք։ И эта милость, она обновляется каждое утро. Եվ ամեն օր մեզ նորոգում է Արմեն առավոտ։ Сегодня утром Այսօր առավոտ я читал такое, пришло такое, ну, есть такой веб, или как называется, в телефоне, да, Библия. И один стих на день. Այսօր առավոտ կարդում էի մի խոսք իմ սրտին կպավ։ И этот стих написан к римлянам. Եվ այդ խոսքը գրված է Հռոմեացի սրտում։ Звучит он так. Այդպես է որ 12 глава, 10 стих. Հռոմեացի 12-րդ գլուխ 10 համար։ Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրարից առաջ անցեք։ Ой, извиняюсь, я ошибся. 9-10. 9 եւ 10-ը Սեր առանց կեղծավորության չարնատեցեք, բարին հետևեցեք, եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրարից առաջ անցեք։ Будьте братолюбивы с нежностью. Եղեք եղբայրասեր սիրով, գթությամբ։ Слово Божье говорит, что мы Աստծո խոսքը ասում է, որ մենք любовь-то будет непритворна. Նկունը Любовь, 9 стих. Ձևը, հա, սերը առանց կեղծավորության։ Любовь-то будет непритворна. Սերը առանց կեղծավորության։ Человек свойственно притворяться. Մարդը ինքը ցույց է տալի։ Он хочет показать, что он всегда хороший. Նա ուզում է միշտ ցույց տա, որ ինքը միշտ լավն է։ А то, что внутри, никто не видит. Բայց այն ինչ որ մեր ներսում է, նա չի տեսնում ոչ մեկը։ Но есть один, который видит. Բայց մեկը կա, որ մեր ներսը տեսնում է։ И вот так и написано. Եվ այդպես էլ գրված է։ Бог знает мысли наши, Աստված գիտի մեր մտքերը, наши сердца. մեր սրտերը։ Что в этом сердце? Ինչ կա այդ մեր սրտի մեջ Տերը գիտի։ Есть там эта любовь. Այս սրտի մեջ սեր կա թե չէ։ Когда взвешиваешь себя, Երբ որ մենք մեզ քննում ենք, видишь, что нету. մենք տեսնում ենք, որ չկա։ Она вроде и есть. Ոնց որ թե Пока կա, тебе на ногу не наступит. Как на ногу кто-нибудь наступит, բայց որ հենց որ մեկը ինչ որ մեկը մեր ոտքը սեղվի, тогда любовь выходит. այդ ժամանակ սերը դուրս է գալի։ И видишь все, что в человеке внутри. Արդեն երբ որ մարդու ոտը տրորում ես, դու տենում ես թե մարդու ներսը ինչ կա արդեն։ Вот такие мы есть. Մենք հենց այդպեսին ենք կա։ Поэтому Христос пришел, Դրա համար էլ հենց Քրիստոսն եկավ, чтобы изменить нашу адамовскую природу, որ մեր ադամական բնույթը փոխի, чтобы мы были такими, որ մենք լինենք այդպիսի, как брат читал передо мною, ինչպես եղբայրի ձանից առաջ կարդաց, чтобы мы были светом. որ մենք լույս լինենք։ И это нам необходимо жить так, Եվ դա մեզ անհրաժեշտ է, որ այդպես ապրենք մենք։ как Слово Божье говорит. Ինչպես Աստծո խոսքն է ասում։ И еще одно место Писания я прочитаю. Եվ Սուրբ Գրքից մի տեղ պետք է կարդամ։ Оно тоже в этом направлении. Նա նույնպես այդ ուղղությամբ է։ Говорит нам Ասում է մեզ о братолюбии. եղբայրասիրության մասին։ 1 Фессалоникийцам, Առաջին Թեսաղոնիկեցիս, 4 глава, առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ, 9 и 10 стих. Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 9 եւ 10 համարներ, ես չես դու չկաց։
Բայց եղբայրասիրության համար պետք չունենք մի բան գրել ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստվածանից սովորած եք իրար սիրելու, որ հենց այդ եք անում եք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայում եւ աղաչում ենք ձեզ, եղբայր, որ ելի ավելանաք։ Обратолюбие, Եղբայրասիրություն, нет нужды писать. նրա մասին պետք կարիք չկա, որ ձեզ գրեմ։ А почему? Ինչու համար, Потому что Бог нас научил, որովհետև ինքը Աստված է մեզ սովորացնում как мы սիրել, должны любить. թե ինչպես մենք պետք է սիրենք։ И здесь в конце он пишет: Եվ այստեղ վերջում գրում է. умоляю вас, братья, Աղաչում եմ ձեզ եղբայրներ, более ավելի преуспевать. ավելի առաջ գնանք, ջանք անելով առաջ գնանք եղբայրասիրության։ Что это значит? Ինչ է դա նշանակում։ Любить больше. Ավելի սիրենք, Любить сильнее. ավելի զորավոր սիրենք։ Как это хорошо. Ինչքան լավն է դա։ И мы видим, когда Бог Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես Աստված нашел нас. մեզ գտավ։ Он показал нам свою любовь. Նա ինքը իր սերը մեզ ցույց տվեց։ Как он ее показал? Ինչպես նա իր սերը ցույց տվեց, Он отдал родного, любимого сына. նա իր հարազատ սիրելի որդուն տվեց։ Вспомню историю. Հիշենք պատմությունը Աբրահամի, Они идут на гору. նրանք բարձրանում են լեռը, И сын спрашивает у отца: եւ որդին հարցնում է հորը. отец, Հայր, а вот дрова, ահա փայտը, а вот огонь. ահա կրակը, А где же жертва? բա ուր է զոհը։ Авраам говорит: Աբրահամն ասում է. Бог усмотрит, Աստված տեսնում է, усмотрит себе жертву, сын мой. Աստված իր զոհը տեսնում է զավակս։ Представьте себе, Պատկերացրեք ձեզ, пришли наверх. պատկերացրեք, Пришли наверх. մենք բարձրացել ենք վերև, Авраам берет и Աբրահամը վերառնում թևերը կապում երեխու, вяжет сына. իր ձեռքերը կապում է, Берет нож վերցնում է դանակը и хочет его зарезать. եւ ուզում է իր զավակին մորտել։ Что творилось в сердце сына? Զավակի սրտում ինչ էր տեղի ունենում։ А что творилось в сердце отца? Ինչ էր տեղի ունենում զավակի հոր սրտում անգից դստիարում։ Кто потерял сына? Ով է որդուն կորցրել։ Кто знает, что это такое? Ով որ զավակը կորցրել, նա գիտի դա ինչ է։ Поэтому Դրա համար мы видим любовь Бога, մենք սիրում ենք Տիրոջը, который послал сына своего որ մենք պետք է աղրինենք։ ради меня, Հանուն Տիրոջ, ради тебя. հանուն իմ եւ քեզ համար նայկա։ Для чего? Ինչու համար։ Чтобы мы имели жизнь вечную. Որ մենք հավիտենական կյանք ունենանք։ Ибо так Бог возлюбил мир, Որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, что отдал сына своего իր միածին որդուն տվեց։ единородно, Միածին որդուն տվեց, дабы мы имели жизнь որ մենք կյանք ունենանք и жизнь вечную. եւ հավիտենական կյանք ունենանք։ Господу слава Աստծո փառք, за ту любовь, которую Он любил к нам, այն սիրո համար, որ ինքը ցուսաբերեց մեր հանդեպ։ за Духа Его Святого, которого Он Այս излил в сердца փոքր наши. համար, որ ինքը լսեց ու դրեց մեր սրտերի մեջ։ Слава Ему. Փառք իրեն, Ибо только через Него спасение. որտեղ միայն նրա միջոցով է փրկությունը։ Это тот Бог, Որտեղ նա այն Աստվածն է, на которого мы уповаем. որին որ մենք ապավինում ենք։ Да благословит Господь каждого из нас Թող Աստված մեզ յուրաքանչյուրի սորվի и наполнит сердце եւ մեր սրտերը լցնի каждого из нас ամեն մեկի մեջ своей любовью. իր սիրով։ Аминь. Ամեն։ Ամոլիմս։